Շարունակենք Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացու կոչում նծայության գրքի ընթերցումը, որ մկրտության պատրաստողների համար էր։ Քո մկրտության պարծանքն է ինքը Աստծո միածին որդին։ Նրան ինչպես կարող եմ համեմատել մարդու հետ։ Մեծ է Հովհաննեսը, բայց ինչպես նրան համեմատել Տիրոջ հետ։ Որոտալի է նրա ձայնը, բայց ինչպես այն համեմատել բանի, բան ի նկատի ունի խոսք Աստծո խոսք Քրիստոս, լոգոսի հետ։ Լավ է քարոզիչը, բայց ինչպես նրան համեմատել Սուրբ Հոգով և կրակով մկրտողի հետ։ Մեր Փրկիչ առաքյալներին մկրտեց Սուրբ Հոգով և կրակով, երբ հանկարծ երկնքից ձայն լսվեց, ուժեղ քամու նման, լցնելով ամբողջ տունը, որտեղ նստել էին աշակերտները, և երևացին կրակե լեզուներ, որոնցից ամեն մեկը նստեց առաքյալներից մեկի վրա, և այնժամ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով։ Հոգեգարստյան դրվագն է, հիշում եք Գործք առաքելոցից։ 10. Մկրտություն չստացողը փրկություն չունի, բացի միայն վկաներից, որոնք առանց ջրի էլ մտնում են Աստծո թագավորություն։ Վկաներ ասելով նկատի ունի նրանց, ովքեր նահատակվում են, ովքեր իրենք ասում են արյամբ են մկրտվում, այսինքն մկրտված չէին, բայց Քրիստոսին հավատացին և Քրիստոսի անվան համար իրենց կյանքերը զոհաբերեցին, սրանք վկաներն էին։ Ուրեմն մկրտություն չստացողը փրկություն չունի, բացի միայն վկաներից, որոնք առանց ջրի էլ մտնում են Աստծո թագավորություն։ Քանզի Տերը խաչի վրա իր մահով փրկություն շնորհեց աշխարհին և խոցվեց գեղարդով, հոսեց արյուն և ջուր, ուստի ովքեր ապրեն խաղաղ ժամանակներում, մկրտվեն ջրով, իսկ ովքեր ապրեն հալածանքների ժամանակներում, մկրտվեն իրենց իսկ արյամբ, ասում արյուն և ջուր, խաղաղ ժամանակներով ապրողները պիտի մկրտվեն ջրով, անխաղաղ ժամանակներում հալածանքների մեջ գտնվողներ իրենց արյամբ են մկրտվում։ Քանզի Փրկիչը վկա դառնալը ևս անվանեց մկրտություն, ասելով. այս բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, և այն մկրտությունը, որով մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք։ Վկաները խոստովանում են իրենց հավատքը և դառնում են տեսարան և հրեշտակների և մարդկանց համար, բայց դու ևս քիչ հետո պիտի խոստովանես, սակայն այժմ քեզ համար դեռևս ժամանակը չէ այդ մասին լսելու։ 11. Մկրտվելով Հիսուս սրբացրեց մկրտությունը։ Եթե Աստված Որդին մկրտվեց, Քրիստոսի մկրտությունը նկատի ունի, ապա ով իրեն կհամարի բարեպաշտ, եթե արհամարում է մկրտությունը։ Նա մկրտվեց ոչ թե իր մեղքերին թողություն ստանալու համար, քանզի նա անմեղսունակ էր, այլ անմեղ լինելով մկրտվեց, որպեսզի մկրտվողներին պարգևի աստվածային շնորհք և աստվածային արժեք, որովհետև այն, ինչ կատարվեց Տիրոջ մարդեղությամբ, կատարվեց նաև մկրտությամբ։ Այսինքն, ինչպես որ նա ընդունեց մարդկային բնությունը, քանի որ մենք իբրև մարդ քայքայվող մսից ենք, նա ևս հաղորդվելով մեր մարդկային բնությանը, մեզ հնարավորություն տվեց մասնակից դառնալու իր աստվածային շնորհին։ Այդ պատճառով էլ Հիսուս մկրտվեց, ուստի մենք ևս հաղորդակցվելով նրան, փրկության արժանանանք, ինչպես ասում է Հոբը. վիշապը ջրում էր և այնքան խոշոր էր, որ Յորդանան գետը թափվում էր նրա աչքերում։ Քրիստոս պետք է փշրեր վիշապի գլուխները, ուստի իջնելով ջրի մեջ, Քրիստոս կապկպեց հսկա վիշապին, որպեսզի մենք իշխանություն ունենանք ոտնակոխ անելու օձերի և կարիճների գլուխները։ Վիշապը խոշոր և սարսափելի գազան է,
Ձկնորսական ոչ մի նավ չէր կարող տանել անգամ նրա պոչի մի կտորը, նրա արջևից կորուստն էր վազում, մասը պրելով ամեն պատահածին, ու եղավ կյանքը, որպիսի փակի մահվան բերանը, որպիսի կյանքը մեծատառով Քրիստոսի նկատի ունի, որպիսի փակի մահվան բերանը, որպիսի բոլոր փրկվածներս ասենք, ուր է մահ քո հաղթությունը, ուր է գերեզման քո խայթոցը, առաջին Կորինթացիս 15:55, մահվան խայթոցը վերանում է մկրտությամբ։ 12. Քանզի մտնում էր ջուրը, հագած քո մեղքերը, բայց հոգին կնքվելով շնորհին ապավինելը թույլ չի տա, որ դու կեր դառնաս ահավոր վիշապին։ Ջուրը մտնելուց դու մեռյալ էիր քո մեղքերի մեջ, բայց նոր կյանք ստանալով դու ջրից դուրս ես գալիս արդարացած։ Քանզի եթե տնկակից եղար փրկչի մահվանը, ունենալով նրա հետ մարդկային նույն բնությունը, արժանի կդառնաս հաղորդակից լինելու նաև նրա հարությանը, որովհետև ինչպես Քրիստոս աշխարհի մեղքերն իր վրա վերցնելով մեռավ, որպեսզի սպանելով մեղքը հարություն առնի արդարության մեջ, այդպես էլ դու իջնելով ջուրը մի կերպ թաղվես ջրի մեջ, ինչպես նա գերեզմանում, նորից հարություն կառնես նոր կյանքով։ 13. Երբ արժանանաս շնորհն ընդունելու, անժամ քեզ կտրվի նաև հակադիր ուժերի դեմ մարտնչելու իշխանությունը, որպեսզի ինչպես որ մկրտվելուց հետո Քրիստոս 40 օր սատանայից փորձվում էր, ոչ այն պատճառով, որ նա չէր կարող դրանից առաջ էլ հաղթել, այլ կամենում էր, որ ամեն ինչ կատարվեր իր հերթին, այդպես դու էլ մկրտվելուց առաջ չէիր համարձակվում կռվել հակադիր ուժերի հետ, մինչդեռ այժմ շնորհը ստանալուց հետո համարձակություն ձեռք բերելով պայքարիր, օգտագործելով արդարության զենքերը և եթե կամենաս, նաև ավետարան քարոզիր։ 14. Հիսուս Քրիստոս Աստծո որդին էր, այդուհանդերձ մկրտվելուց առաջ չքարոզեց, որտեղ ավետարաններում չենք տեսնում, որ Քրիստոս մինչև իր մկրտությունը քարոզեր կամ հրաշքներ գործեր, ոչինչ չարեց, ամեն ինչ արեց մկրտվելուց հետո։ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին էր, այդուհանդերձ մկրտվելուց առաջ չքարոզեց։ Եթե Տերը ինքը պահպանում էր իրերի կարգը, արդյոք մենք նրա ծառաներս կհամարձակվենք անկարգ վարվել։ Հիսուս սկսեց քարոզել այն բանից հետո, երբ Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով որպես աղավնի իջավ նրա վրա, մկրտության ժամանակ։ Ղուկաս 3:22 Եվ այս արվեց ոչ այն պատճառով, որ Քրիստոս տեսնի այն, քանզի նա այդ գիտեր նաև նախքան աղավնու մարմնական տեսքով իր վրա իջնելը, այլ որպեսզի այն տեսնի Հովհաննեսը, քանզի Հովհաննեսն ասաց. ես չէի ճանաչում նրան, սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց, ում վրա տեսնես, որ հոգին իջնում և մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով։ Հովհաննու ավետարան 1:33 համար։ Եթե դու ևս ճշմարտորեն բարեպաշտ ես, քեզ վրա ևս կիջնի Սուրբ Հոգին, և քեզ համար ևս կլսվի վերևից հայրական ձայնը ասելով. ոչ թե սա է իմ որդին, այլ սա արդեն դարձավ իմ որդին։ Նրան կոչեց իմ որդին է, որովհետև սկզբից էր բանը, և բանը Աստծո մոտ էր, և բանը Աստված էր։ Հովհաննես 1:1 Նրա համար ասաց, որդիս է, որովհետև դու քո բնույթով որդի չես, ի նկատի ունի մեզ,
այլ դիրքով դառնում ես որդեգիր մկրտությամբ։ Նա դարերից էլ առաջ է Քրիստոսի նկատի ունի որդի է, իսկ դու այդ շնորհը ստանում ես հոգևոր առաջընթացից մկրտվելուց։ 15-րդ Արդ պատրաստիր քո հոգու անոթը, որպեսզի դառնաս Աստծո որդի եւ Աստծո ժառանգորդը եւ Քրիստոսի ժառանգագիծը։ Ուրեմն Աստծո որդի, Աստծո ժառանգորդ եւ Քրիստոսի ժառանգագիծ մկրտությամբ։ Եթե դու նախապատրաստում ես քեզ, դու կստանաս այդ պարգևը։ Եթե հավատքով ես մոտենում, Աստված կվստահի քեզ։ Եթե դու հակված ես դեն նետելու հին մարդուն, ապա կստանաս նոր մարդուն, քանզի այն ամենը, ինչ արել ես անցյալում, պիտի ներվի քեզ, անգամ եթե պոռնկացել ես կամ պղծություն արել եւ նման անարակություններ գործել։ Գիտեք, այս ամեն ինչի մասին խոսում է գյուրեղ հայրապետը մարդու հետ, որը պատրաստվում է մկրտվելու։ Այսինքն ինչքան կարևոր է, որ մկրտության պատրաստողը այս ամեն ինչով պատրաստվի, ոչ թե առանց ոչ մի բան գիտենալու, առանց մեղքի մասին մտածելու, առանց շնորհի մասին փափագելու, առանց Աստծո օրհնությունը ցանկանալ ստանալու, մարդը գալիս է կանոնը մկրտվելու, ոչ մի բան չգիտի։ Զանգում են, ասում են, Տեր այր, ամսի 13-ին ուզում ենք մկրտվենք, գանք մկրտվենք։ Ասում են, բա այսօր ամսի 10-ն է, 3 օր հետո ոնց մկրտվեք, բա պիտի գաք, մի հատ խոսենք, մի հատ բացատրենք, մի հատ դուք ավետարան կարդաք, մի հատ պատարագի գաք, մի հատ նախապատրաստվեք։ Չէ, ասում ենք, այդքան ժամանակ չունենք, մեր քավորը եկել է, 3 օր ժամանակ ունենք, պիտի այդ 3 օրվա մեջ մկրտենք, որտեղ քավորը նորից գնա։ Բա ինչ ասում արեք գյուղ հայրապետը։ Այսքան խոսում ասում, պիտի այդ բանին փափագես, պիտի ձգտես, պիտի հավատաս, պիտի ուզենաս, որ այդ ամեն ինչին արժանաս։ Անկապ։ Հայր մերը չգիտի մարդը եկել է մկրտվել։ Որ մեղքը ավելի ծանր է, քան Քրիստոսին խաչելը։ Մկրտությունը քավում է նաև այդ մեղքը։ 3000 մարդկանց, որոնք խաչեցին Տիրոջը եւ հետո հարցնում էին, ինչ անենք եղբայրների, նկատի ունի գործ կառաքելոցի մեջ, երբ Պետրոս առաքյալը հոգեգարութից հետո քարոզեց, 3000 հոգի մկրտվեցին, դարձի եկան, դրանք այն մարդիկ էին, ովքեր օրեր առաջ Քրիստոսին ասել էին խաչը անիր, հիմա ասում են ինչ անենք, լավ, ինչ անենք եղբայրներ, քանզի մեր մեղքը մեծ է, դու հանդիմանեցիր մեզով Պետրոս, մեր մեղքի համար, ասելով դուք խաչեցիք կյանքի առաջնորդին, Գործք առաքելոց 3-րդ գլուխ 15 համար։ Ինչ սպեղանի կա այդպիսի վերքի համար, ինչպես մաքրենք այդպիսի ախտը, ինչպես փրկվել այդ կորստից։ Պետրոսն ասաց, ապաշխարեցեք եւ ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 38 համար։ Օ Աստծո անպատմելի մարդասիրություն։ Փրկության հույսը չունեցողները արժանանում են Սուրբ Հոգուն։ Տեսնում ես մկրտության զորությունը։ Եթե ձեզանից որևէ մեկը չարանենք խոսքերով խաչել է Քրիստոսին, եթե ձեզանից որևէ մեկը անգիտակցաբար մարդկանց առաջ ուրացել է Քրիստոսին, եթե որևէ մեկ իր չար գործերով առիթ է տվել անարգելու հավատի ուսմունքը, ապաշխարելով թող լցվի բարի հույսով, քանզի այժմ եւս այդ շնորհը մեզ հետ է։ 16 Քաջ եղիր Երուսաղեմ, Տերը ներելու է քո բոլոր անիրավությունները։ Համեմատություն Սոփոնյա Մարգարեի 3:14 համարի։ Վճռական կոչումով Տերը պիտի մաքրի իր որդիների եւ դուստրերի ախտը կրակով։ Մաքուր ջուր պիտի ցայի ձեզ վրա։
Եվ դուք պիտի մաքրվեք ձեր բոլոր մեղքերից։ Հրեշտակները ձեզ համար ցնծագին պիտի երգեն ու ասեն. ով է սա, որ գալիս է սպիտակ հագած, գալիս է հենված իր սիրեցյալին։ Երկ երկոց 8:5 Քանզի նախկինում ծառա եղած հոգին այժմ ապրում է իր տիրոջ հետ որպես սիրեցյալի։ Նախկինում ծառա էր, հիմա դարձել սիրեցյալ։ Եվ Տերը ընդունելով նրա անկեղծ ընտրությունը պիտի բացականչի. ահա դու ինչ գեղեցիկ ես, ով իմ սիրելի, ինչ գեղեցիկ ես, երկոց 4:1 Քո ատամները նման են խուզած ոչխարների հոտերի, որոնք ելնում են լողավազանից, բոլորն էլ զուգաշար են եւ ոչ մի ստեր չկա նրանց մեջ։ Երկոց 4:2 Այս բացահայտում է այն զույգ շնորհը, որ տրվում է մկրտության ջրի եւ Սուրբ Հոգու միջոցով, կամ այն զույգ շնորհը, որ մեզ խոստանում է Աստված հին եւ նոր կտակարանում։ Թող բոլորդ ծոմապահության ճանապարհն անցնելուց հետո ձեր մտքում ունենալով այն, ինչ այստեղ լսեցիք, բարի գործերում պտղաբեր դարձած, կանգնեք Քրիստոս Փեսայի կողքին, արժանանաք ձեր մեղքերի թողությանը, որ շնորհում է Հայր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ում վայել է փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Ուրեմն այս խոստումները, ասում եմ, բոլորը ծոմապահության ճանապարհն անցնելուց հետո ձեր մտքում ունենալով այն, ինչ այստեղ լսեցիք, բարի գործերում պտղաբեր դարձած, կանգնեք Քրիստոս Փեսայի կողքին, այսինքն այսպես պատրաստությամբ գաք մկրտության։ Ոչ թե մկրտենք, մկրտվելուց հետո չիմանանք ինչ պիտի անենք, ոնց պիտի ապրենք, այլ այդ ամեն ինչով պատրաստ լինենք մկրտության։ Դրա համար էլ Սուրբ Յուրեղ Երուսաղեմացին այս ամբողջ գիրքը գրել է, որ մարդիկ նախապատրաստեն մկրտության։ Հիմա մենք վերջացինք 83-ը, 84-ը արդեն կոնկրետ ուսուցումները քրիստոնյային, թե ինչ պիտի իմանա։ Ասված Երուսաղեմում 10 դոգմաների մասին է խոսում 84-ը, նախ Աստծո մասին, ինչ պիտի իմանա մարդը, հետո նաև ուրեմն մարդու մասին, ինչ պիտի իմանա մարդը։